Իմ վեճը չէր, տոն չէր եւ նամանավանդ 31-1, դա այն օրերն է, որ զորամասերում լմա կատարյալ բարդակ, կատարյալ ալկոհոլ, քեֆուրախություն, հիմա էլ պլան, նարկոտիկ եւ այլն։ Դա համար հիմիկվանից դիմում եմ ռազմական ոստիկանության պետին, զինվորական դատախազին, աբաս քո հակահետախուզության ղեկավար բոզի տղուն զինվորական, որպեսզի ամսի 31-ին եւ 1-ին բարես ամենաբուն իմաստով լինի ուժեղացված ծառայություն բոլոր զորամասերում։ Ռազմական ոստիկանության օպերները, պարեկները, չգիտեմ, տեսուչները, վայիշնիկները նոր տարին պիտի դիմավորեն զորամասում, շրջելով զորամասի տարածքում։ Հիմիկվանից զգուշացնում եմ բոլոր ռեգիոնալ ռազմական ոստիկանության պետերին։ Որևիցե մի դեպք, որևիցե մի կռիվ կամ տանակահարություն իմ ականջին հասել է, որ X զորամասում 31-ին, 1-ին, 2-ին մի բանատեղի ունեցե, տվյալ ռեգիոնալ ոստիկանապետը թքեց ասոյի փայտիկին։ Կանգամ բերելու եմ կողմետ զորամաս, զորքը ծծծնի։ Ուժեղացված նաև ծառայություն պիտի լինի մարտական դիրքերում։ Հետարքիր է, անելու են, թե չէ, թե մենակ Վարդան Ղուկասյանն էր, ոչխար, որ սաղ նոր տարիները դիմավորում էր զորամասերում։ Այս ցուցումը պիտի տա երկրի վարչապետ կոչված երևույթը, ոչ թե վեկալի քածին նստեն թազա հաղորդում մոգոնեն նոր ֆորմատով։ Ինքն էլ ուղղություններ է տալու։ Նայում ասում ես լավ, այս կարգի հոգեկան հիվանդ։ Գավառի դատախազին հասկացավ, ես տալի գուգուի գբունը լսեմ։ Մինչև ամսի 2-ի 3-ը, ոնց ուզում ես արա։ MVD մի րոպե։ Ահա։ Թե դատախազներից ազատվենք նոր, եկեք դատախազներից ազատվենք նոր։ Ուրեմն գոյություն ունի դատախազ Արսենյան Էդգար, ով է։ Ուրեմն դատախազության ապուրինի գույքի բռնագրավման բլա բլա բլա, այսինքն են Օրնիկ Սրբուհի Գալյանի բանում աշխատեն նախկին վարձոնում։ Հիմա ուզում է գանստի Սրբուհի Գալյանի տեղը։ Ուզում է գանստի Սրբուհի Գալյանի, այնտեղ բաժնի պետ եք, չէ, բաժնի պետ ես խիար։ Ուզում է գանստի այդտեղ։ Նախ հիշեցնեմ, որ ով է Էդգար Արսենյանը։ Էդգար Արսենյանը լուսանկարին Telegram կանալում կա, այն դատախազն է, ում քննության շնորհիվ Սերժ Սարգսյանը սրբադասվեց։ Նույնիսկ եմ կրկնում, 2018 թվականին 1 միլիոն մարդ ոգևորված մերժում էինք Սերժին, դա Ռուսաստանով, Ամերիկաներով, Եվրոպան, ինչ մի միլիոն, այդ մի միլիոն մենակ երևի ամբողջ Հայաստանով էր, այսօր Սերժ Սարգսյանը համարվում է ամենասուրբ մարդը Հայաստանի Հանրապետությունում, սուրբ սրբոց, որովհետև կա Էդգար Արսենյանի նման դատախազ, ով ուղղակի այնպես արեց, որ Սերժ Սարգսյանը արդարացվեց։ Հիմա Так. Ինչա անում այս Արսենյան Էդգար դատախազը։ Վեկալ թուղթուգրիչ Աննա Վարդապետյան։ Ուրեմն բավականին նեղ կապերի մեջ է։ Այս տեղեկությունը պիտի տաս քո հիմնարկը քեզ, բայց տալիս եմ ես։ Այսինքն ես տեղեկություն եմ տալի գլխավոր դատախազին։ Ուրեմն նեղ ինտիմ չէ, պրոստը մտերմիկ հարաբերությունների մեջ է Քոչարյան Սեթրակի հետ, Խաչատրյան Գագոյի տղա Գուրգենի հետ, Մոսկվայում գտնվող Դահակայի պետ Միհրանի հետ, Քեթրինի, եւ Նեմեցի քրոջ տղա Ժորայի հետ։ Այսինքն ինչքան երկիրը թալանած երևույթներ կան, այս մարդը սաղի հետ աղբեր է, լրիվ։ Ուրեմն ունի հստակ պայմանավորվածություն, չգիտեմ արդեն ով ոնց, երևի նաև քո հետ, որի կպիտի նշանակվի Սրբուհի Գալյանի տեղը, աշներս լույս։ Սերժ Սարգսյանին արդարացած դատախազը գյուքա կնստի Սրբուհի Գալյանի տեղը։ Ուրեմն մոտ հարաբերությունների մեջ է քո աղբոր հետ, քո։ Նույնիսկ գրածա Աննայի աղբորը գցել եմ ջեբս, հիմա քո աղբորն է գցել ջեբը, թե Աննա Բոլեյնի աղբորն է գցել ջեբը, ես չգիտեմ, բայց նման հայտարարությամբ հանդես է եկել այս երևույթը։ Ուրեմն ունի վիրտուալ կաշելոկ, որի վրա կաշառքնիկը փոխանցվում են։ Խաչատրյան Գագոն,
Այս տեղեկությունը դուք իմանաս, ինչքանով է ճիշտ։ Խաչատրյան Գագոն պատրաստակամություն է հայտնել $100 միլիոն մուծել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որպես ապօրինի գումարի վերադարձ։ Այն դեպքում, որ մենակ Յուկոմը արժեր 500 միլիոն, բայց Խաչատրյան Գագոն 100 միլիոն է ուզում հետ բերի պետական բյուջե, որին որ դու դեմ ես, ասել ես քիչ է։ Ատենց են ասում։ Բայց это քո Արսենյան Էդգար դատախազը պայմանավորվածություն է ձեռք բերել Խաչատրյան Գագոյի հետ, որ 10 միլիոն տալը մեկ ինձ, ձեր 100 միլիոնի հարցը լուծվում է։ Այսինքն 10 միլիոն վճարը մեկ ես մարդուն, 100 միլիոնը բերեմ վճարը, ես ինքը քեզ կհամոզի։ Հիմա ո՞նց է համոզելու, ինչ անելու եւ այլն, որ դու համաձայնվես, որ հա Խաչատրյան Գագոյի միլիարդներից 100 միլիոն բերեք մուծեք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ վերջ ֆրֆրացեք։ Հիմա առաջանում է հարց։ Արսենյան Էդգար Տղա ջան, դու ով ես? Кто ты воин? Ուրեմն ես նորից եմ կրկնում, մտադրված էի կնգատ հրավիրել այսօր ստեղ, բայց կնգատ չեմ հրավիրում։ Իսկ նման գանդոնին ես կցավակցեմ բառիս ամենաբուն իմաստով, եթե հանկարծ դու նշանակվեցիր այդ պաշտոնին։ Իսկ եթե հանկարծ նշանակվեցիր, ընդունենք ֆանտաստիկայի ժանրից։ Ուրեմն Աստված Քրիստիկ Էլբեթարել ազատի, թե ես ինչ կանեմ քո հետ, ինչ կանեմ կնգատ հետ։ Այքո նման երևույթների հետ, որոնք որ սկսել են լայնամասշտաբ առևտուր այս թեմաներով։ Ես ուղղակի վերջին հաղորդումն է տարվա վերջի ուզում եմ կուլտուրական երևամ, թե չէ հիմա բազմատիրաժ բառապաշարս բացել էի, մտել էի տունդ ու դուրս չէի եկել։ Ասում եմ կնգատ հարցով գնացել եմ զիջումի։ Դեռ, լուբոյ մոմենտ կարանք հրավիրենք, դեռ։ Իսկ Աննա Վարդապետյան մարդ նշանակելուց առաջ աղջիկ ջան, մտածի եւ տես ում ես նշանակում, քորպշո։ Դատախազ կոչվում։ Սերժ Սարգսյանին արդարացնելու կապակցությամբ մարդուն բերում են ավելի բարձր պաշտոնի։ Ավելի բարձր պաշտոնի։ Դальше։ Նախ ուզում եմ քաղաքացիներին տեղեկացնեմ, որ հետ այսու սիրելի քաղաքացիներ, հունվարի 1-ի Ձիբիլի վարձը դուք վճարելու եք քառակուսի մետրով, այլ ոչ թե շնչով։ Այսինքն, եթե ասենք 65, 70, 80, 90 քառակուսի մետրի մեջ ապրում է մի հատ տատիկ ու պապիկ կամ մի հատ կին կամ մի հատ տղամարդ եւ այլն, այդ խեղճ մարդը պիտի վճարի իր քառակուսի մետրով, այլ ոչ թե շնչերի քանակով։ Հերթական քաղաքապետարանի տերորը Երևանի ազգաբնակչության համար։ Նաև, քանի որ ընկեր Աբազը շատ ինտիմ հարաբերությունների մեջ է Սիսի Բոզի տղու հետ, ինձ թվում է Սիսին քեզ ծծցնում Աբազ, բարես ամենաբուն իմաստով։